Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Լարվածություն Գյումրիում Շիրակի թեմը հայտարարություն է արել Փաշինյանի այցին ընդառաջ։ Ալիևը կրկին խոսում է Հայաստան-Արևմտյան Ադրբեջանի համայնքի վերադարձի մասին, ինչ է քարոզվում Բաքվի դպրոցներում։ Հույդան նշում է 135-րդ ամյակը, ինչ ուղերձներ են հնչել միջոցառմանը։ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է աջակիցների հետ, ինչի մասին է խոսել երկրորդ նախագահը։ Երևանում օդի որակը մտահոգող ցուցանիշներ է գրանցել, որ երկրներն են հաջողել այս գործում եւ որ օրինակները կարող են գործածել Հայաստանում։ Եվ այսպես հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հայտարարություն է տարածել կոչ անելով հավատացյալներին եւ հասարակությանը աջակցել ամենայն հայոց կաթողիկոսին։ Խորհուրդը հայտնում է, որ մտավախություն կա, որ Մարսելից հովվապետական այցից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում։ Այլևս կասկած չկա։ Գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հատել է բարոյականության, ազգային արժանապատվության եւ պետականության բոլոր կարմիր գծերը եւ մարդկային տարրական սկզբունքները։ Հայոց եկեղեցու թեմ սանձազերծված արշավը հասել է իր գագաթնակետին, վերածվելով բացահայտ թշնամանքի։ Օդում կախված տեղեկություններով իշխանական կուլիսներում մշակվում է հերթական ստոր դավադրություն է։ Մտավախություն կա, որ Մարսելից հովվապետական այցից վերադարձող ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին փորձելու են կալանավորել կամ մեկուսացնել հենց օդանավակայանում։ Նպատակը մեկն է՝ ամեն գնով խափանել դեկտեմբերի 10-ից 12-ը կայանալիք եպիսկոպոսատ ժողովը, որտեղ քննարկվելու են ազգի համար ճակատագրական հարցեր։ Սա ուղիղ հարված է մեր հոգևոր անվտանգությանը եւ ազգային միասնության եւ անսասանության վերջին ամրոցին։ Ժամանակն է սթափվելու եւ տեր կանգնելու մեր սրբություններին։ Հայոց հայրապետի թիկունքին պետք է կանգնած լինի ողջ հավատացյալ ժողովուրդը եւ ազգային ուժերը։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, որն այս օրերին Մարսելում էր, խոսել է տեղի ունեցողի մասին։ Մարսելի սրբոց թարգմանչած եկեղեցում հայտարարել է, որ խիստ մտահոգիչ է իշխանության որդեգրած հակաեկեղեցական քաղաքականությունը։ Եկեղեցին է, որ զորացնում է ամենքից դժվարությունների ու մարտահրավերների դեմ պայքարում։ Եկեղեցին սոսկ քարեղեն կառույց չէ, այլ հավատացյալ մեր ժողովրդի հավաքականությունն է։ Եկեղեցին դուք եք, սիրելի հավատավոր զավակներ, բարեպաշտ ձեր կյանքով ու աստվածահաճո ձեր գործերով։ Լիահույս ենք ժողովրդի միասնությամբ ու հավատքի շնորհիվ կհաղթահարվի այս փորձությունն ու կչեզոքացվեն չարամիտ այս ոտնձգությունները։ Գուգարած թեմի հոգևորականները եւս թեմակալ առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի գլխավորությամբ հայտարարել են իրենց անվերապահ աջակցությունը վեհափառ հայրապետին եւ մայր Աթոր Սուրբ Էջմիածնին։ Իսկ Շիրակի թեմի հոգևորականները հրապարակային հայտարարությամբ մերժել են պատարագի ժամանակ կաթողիկոսի եւ թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի անունները զեղչելու Փաշինյանի կամքը։ Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի հայտնում ենք, որ եթե բացի մեր թեմի հոգևորականներից որևէ մեկը Շիրակի թեմի եկեղեցիներից մեկում եւ մասնավորապես Սուրբ Յոթվերք եկեղեցում պատարագ մատուցի, կնշանակի առաջնորդանիստը բռնազավթված է, որով խոչընդոտվում է հայ առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի օրինական գործունեությունը եւ կրոնական ծեսի Սուրբ պատարագի իրավասու հոգևորականի կողմից մատուցումը, խաթարելով հավատացյալների հոգևոր պահանջների իրացումը։ Յոթվերքը հաղթահարել է թուրքական երկու օկուպացիա, սա էլ կհաղթահարվի պատվով։ Կալանավայրից Միքայել, Բագրատ եւ Արշակ arczepiskopոսները նոր ուղերձով արձագանքել են Շիրակի թեմում սպասվող զարգացումներին։ Նրանք պնդում են, որ իշխանության ներկայացուցիչները առաջիկա կիրակի նախատեսում են բռնազավթել Սուրբ Յոթվերք եկեղեցին, ինչը ըստ նրանց անհարգալից վերաբերմունք է ոչ միայն սրբավայրի, այլ նաեւ երկրաշարժի զոհերի հիշատակի նկատմամբ։ Նողկալի է անօրենների ոտնձգությունը առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ։ Ինչ-ինչ են դիմել անգամ թուրքական զորքերը 1918-ի եւ 1920-ից 21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ եւ ոչ էլ բոլշևիկները նույնիսկ 1937-ից 38 թվականներին։ Թող հիշեն հրոսակները։ Սուրբ Յոթվերքը հրաշագործ է եւ զորավոր, չի ներելու աստվածամարտներին։
Հարյուրապատիկ խորշելի եւ զազրելի այն տիրադավ հոգեվորականը, որը կտրվի Հուդայի գայթակղությանը եւ ազատազրկված իր եղբոր կամ հոր կանոնական տարածքում աշխարհիկ բիրտ ուժի միջոցով պատարական նման արարողություն կկատարի եւ հոգեվոր ինքնասպանություն կգործի Տիրոջ Սուրբ Սեղանի առջև։ Կրկնում ենք, վախեցեք Աստծո պատժից, Սուրբ յոթ վիրած պատկերի միջոցով։ Մեր հիացմունքն ենք հայտնում Շիրակի թեմի օրինապահ քահանայից դասի առաքինի կեցվածքի հանդեպ, որ հակառակ կիրառված բռնաճնշումների եւ ահաբեկման միջոցներին հավատարիմ իր ուխտին շարունակում է հնազանդ մնալ ազգիս վեհափառ հայրապետին եւ ապօրինաբար ազատազրկված իր առաջնորդին, հրաժարվելով որևէ զեղչում կատարել սրբազան տեքստում։ Հորդորում ենք մեր քահանայից դասին ու ժողովրդին անտեղի հակառակության ու վեճի մեջ չմտնել, ազգադավների ու տիրադավների հետ այլ իրադարձությունների նման զարգացման դեպքում իրենք մաքրամաքուր աղոթքներն առ Աստված բարձրացնել թեմի մյուս եկեղեցիներում։ Փառք Աստծո, բազում են։ Ինչպես գիտենք, Փաշինյանն արդեն որոշել է, թե այս կիրակի որ եկեղեցում կմասնակցի պատարագին։ Դա Գյումրու Սուրբ Յոթվեր եկեղեցին է։ Ըստ փաստաբան Կարապետ Պողոսյանի, պատարագը մատուցվելու է դրսից բերված ինչ-որ մեկը, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ։ Տեղի քահանաներից բոլորի մուտքը արգելված է։ Տերգառնի քահանան պատարագ է մատուցելու ամենափրկիչում, սա կլինի ամենախայտառակ պատարագը, որը ամբողջությամբ կանցկացվի ուժայինների պնդաճակատության արդյունքում, գրել է Պողոսյանը։ Իսկ երեկ, ինչպես գիտենք, Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը որոշել է Արշակ arczepiskopos Խաչատրյանին կանոնավորել 2 ամսով։ Բայց եկեք այս հարցին նայենք ոչ իրավական տեսանկյունից։ Օրինակ, քաղտեխնոլոգիաները համոզված են սրբազաններին ձերբակալելու, կանոնավորելու եւ իրավաբանների բնորոշմամբ абսուրդային գործերով ազատազրկելը ունի հստակ նպատակ։ Գործող իշխանությունը հող է նախապատրաստում ավելի վատ սցենարների համար։ Ով կլինի հաջորդը, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Մայրաթոռի դիվանապետ Արշակ arczepiskopos Խաչատրյանը դարձավ Հայաստանում կալանավորված 4-րդ սրբազանը։ Նրա նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք։ Վերջին ամիսներին հանրության ուշադրության կենտրոնում հայտնված Արշակ սրբազան նորեր առաջ էր ասուլիս հրավիրել ու պարզաբանումներ տվել իր անվան հետ կապված տեսագրությունների եւ այլ հարցերի վերաբերյալ։ Այժմ էլ նրան թմրանյութերի գործով է մեղադրանք առաջադրվել։ Ինչ նպատակ ունի ձերբակալությունների այս շարքը, ով է լինելու հաջորդը եւ ինչի է փորձում նախապատրաստել հանրությանը իշխանությունը։ Արժե պատիվ ունեմ դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը կարծում է, որ պարզապես գտել են ինչ-որ մի բան, որը կարելի է կարկատել եւ բերել դատավոր Մասիս Մելքոնյանին, որը նույնիսկ չի էլ կարդա իրեն մակագրած կալանքի հիմքերի մասը։ Կարծիք կա, թե հաջորդը վեհափառն է լինելու։ Մեկ վայրկյան անգամ չեմ կասկածում, ասեմ ավելին, հիմնավոր կասկածներ կա, որ իրենք շատ ավելի վատ քայլերի են պատրաստ դիմել։ Երեք չի ասեց, ինչ հրամայում եմ ես իմ հեղինակազրկված ազգային անվտանգության ծառայության իմ ցանկությունները կատարել ու կատարում եմ, պետք է կատարի, բա ինչ պետք է անի։ Որ հայը կանգնում է Նիկոլի, այսինքն Թուրքիայի ու Ադրբեջանի ճանապարհին, իրենց ճանապարհի ընկալումը միայն մեկն է, Հայաստանի պետության չգոյությունը, այդտեղ սկսում են բռնաճնշումները։ Քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը նույնպես չի բացառում, որ այս ամենի միջոցով իշխանությունը հող է նախապատրաստում վեհափառի վեհարանին ցերացնելու համար։ Ասում է, Օվերտոնի պատուհանը բացված է։ Եթե սրանց մի քանի 2-3 տարի առաջ նույնիսկ ցարկավագի ձերբակալություններ անհնար բան թվում, հիմա արդեն arczepiskoposներ, թեմերի առաջնորդներ, դիվանապետ, այսինքն ոչ միայն սովորական եպիսկոպոսներ չեն կալանավորված անձինք, թեմերի առաջնորդներ են, դիվանապետն է Մայրաթոռի։ Այսինքն դրանից Ցենկոմ միայն վեհափառն է մնում, այո, ուրիշ ավելի բարձր մակարդակի հոգեվորականներ չկան։ Արժե Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը պայքարի կոչ է անում ամեն մարդու, ամեն քաղբանտարկյալի համար, սակայն պայքարը չպիտի կրի էպիզոդիկ բնույթ։ Եթե բավարար պայքար լիներ, այսօր չէր լինի 4-րդ սրբազանը։ Եթե հիմա չպայքարենք, ջանքերը չմեկտեղենք եւ դա չդարձնենք մեր 24 ժամյա խնդիրը, ելի մի ցավով պիտի մի արձանագրում անեմ, հաջորդը ուրիշ սրբազաններ են լինելու, ուրիշ քաղաքական գործիչներ են լինելու, ուրիշ լրագրողներ են լինելու, ընդհանուր մինչև վեհափառ հայրապետ։ Դատավորի անուն ազգանունը կարդալիս անգամ պարզ է, թե վճիրն ինչպիսին է լինելու։ Ահա այսպիսին է ներկայիս արդարադատության վիճակը, կարծում են դատարանի դիմաց հավաքված աջակիցները։
Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ամենի ֆոնին Ալիևը կարծես ավելի է կոշտացնում հռետորաբանությունը։ Նա հայտարարել է, որ Ադրբեջանի մշակութային ժառանգության վերականգնումն ու պաշտպանությունը Հայաստանում ադրբեջանական ժողովրդի օրինական պահանջն է։ Նրա խոսքով դա պետք է համընդհանուր արժեքները հարգելու, թշնամանքի էջը փակելու եւ ժողովուրդների միջև փոխըմբռնմանը խոթանելու համար։ Ալիևը նորից է խոսել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքի իրավունքների մասին։ Այսօր կարևոր է ակտիվացնել ջանքերը ապահովելու Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների վերադարձը։ Ի վերջո, վերադարձի իրավունքը մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից մեկն է։ Այս իրավունքի ապահովումը նշանակում է ոչ միայն ֆիզիկական վերադարձ հայրենիք, այլև հոգևոր ամբողջականության, մշակութային ժառանգության և հասարակության պատմական հիշողության վերականգնում։ Մինչ Ալիևը հրապարակային հայտարարում է իբր թշնամանքի էջը փակելու մասին, զուգահեռ ներսում կրթական համակարգի միջոցով խորացնում է արևմտյան Ադրբեջանի գաղափարն ու սերնդեսերունդ փոխանցվող հայատյացությունը։ Ինչու է Ադրբեջանը շարունակաբար ձևավորում հայի նկատմամբ ատելություն, իսկ ինչպես է այս ամենը ազդում տարածաշրջանի անվտանգության և խաղաղության հեռանկարների վրա, ներկայացնում է իմ գործընկեր Անի Աբաղյանը։ Ադրբեջանի նախագահը նոյեմբերին Գիտությունների ազգային ակադեմիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հստակ պահանջ է ներկայացրել կրթական համակարգում խորացնել այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի խոսույթն ու գաղափարը։ Հոգեբանական առումով ինչ խնդիր է լուծում Բաքուն, ինչու են շարունակում մանկապարտեզից հասարակությանը սովորեցնել սպանել, ատել հային։ Հարևանին, որի հետ օգոստոսի 8-ին խաղաղություն անունը կրող փաստաթուղթ է նախաստորագրվել։ Բաքուն իր հասարակության համար անգամ պատերազմը չի դադարեցնում, ինչպես է արտաքին շփումներում խաղաղ լինելու։ Իրենց դասագրքերը, գիտական հոդվածները, մանկական ներկայացումները եւ այլն բոլորը հենված են այդ թշնամանքի գաղափարի տարածման վրա։ Եվ դա առնվազն մի բան է նշանակում, որ թշնամությունը Հայաստանի ու հայերի նկատմամբ իրենք ժառանգում են հաջորդ սերնդին։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հասարակությունը ցեղախմբերից ազգի վերածվելու հոգեբանական փուլին է հասել վերջապես, նշում է Կարինե Նալչաջյանը։ Հանուն այդ այսպես կոչված էթնոսի ձևավորմանը նրանք հորինում են առասպել, բարու եւ չարի կերպարներ, որտեղ հայն իհարկե չարն է, որ ապրում է իբր թե օկուպացված տարածքում։ Թուրքերին շատ բնորոշ է ուրիշի ստեղծած արժեքը այսպես հեշտ ու հանգիստ յուրացնել, համարել իրենը և դա համարել արդար։ Թուրքը սովոր է ամեն ինչ յուրացնել ու համոզել աշխարհին սեփական է։ Նույն ձեռագիրն է որդեգրել Ադրբեջանը։ Կարինե Նալչաջյանի խոսքով հոգեբանական միջազգային ուսումնասիրություններ կան, ըստ որի ադրբեջանցիները թուրքերը կարևորում են իրենց այն առաջնորդին, ով օկուպացրել է հարևան պետության տարածքները։ Ադրբեջանը որպես ժառանգություն իր հասարակությանը փոխանցում է այդ ցանկությունները։ Մենք էլ պիտի ցույց տանք, որ մենք էլ կարող ենք, մենք էլ ուժ ունենք, մենք էլ կարող ենք սպանել, բայց հանուն արդարության, հանուն պաշտպանության, հանուն ճշմարտության։ Այո, մենք էլ մեր երեխաներին պիտի սովորեցնենք, որտեղ այսօր աշխարհը գազանային քաղաքականությամբ, ջունգլիների քաղաքականությամբ է ապրում, եւ այդ համաշխարհային քաղաքականության մեջ իրավիճակում, եթե մենք գարդներ ենք դաստիարակում, մենք միանշանակ գազանի բաժին ենք դաստիարակում, հասունացնում, հա, կեր ենք հասունացնում։ Ադրբեջանական դպրոցներում 5-րդ դասարանից սկսած են աշակերտները պատմություն ուսումնասիրում։ Տաթևիկ Հայրապետյանը նկատում է, 2024 թվականի դասագրքի 110-րդ էջում գրված է. հայկական ԽՍՀ-ն ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի արևմտյան մասում։ Հոգեբանը կարծում է, սա հստակ ձևավորում է վերաբերմունք, որը հետագայում տարածքների պահանջով է արտահայտվելու։ Հայաստանի համար սա միանշանակ մահացու ռիսկեր է պարունակում, որովհետև նորից եմ կրկնում, հակամարտությունը ձգձգվում է եւս մի քանի տասնամյակների էներգիա է տրվում այդ հակամարտությանը եւ եւս մի քանի տասնամյակ շարունակ թշնամին փորձելու է օգտվել առիթից վնասելու Հայաստանին։ Բնականաբար ռիսկերը արդեն հասկանալի են ինչի մասին է։ Կարինե Նալչաջյանը կարծում է, Հայաստանում հասարակությունը հոգեբանորեն եւս պատրաստ չէ այս պահին դիմադրել, առավել եւս հակազդել։
ազգային ինքնությանը անուշադիր է դարձել հայ հասարակությունը։ Պատճառը ըստ Նալչաջյանի գործող իշխանության հակահայ քաղաքականությունն է։ Իշխանապողություն լինի, կանգնեն իշխանական լծակների մոտ մարդիկ, ովքեր գիտեն ինչ է պետականությունը, գիտեն ինչ է պետության շահը, մասնագիտական լուրջ, ուրեմն մոտեցումներ ցուցաբերեն, երկար ժամանակ նույնիսկ պետք չի լինի ինքներս մեզ վերագտնելու համար։ Նալչաջյանը կարծում է, պատերազմում, պարտության ու Ադրբեջանի քաղաքականության ֆոնին Հայաստանի հասարակությանը փոքրիկ հաջողություններ ու հաղթանակներ են պետք։ Այն կամրապնդի հոգեբանական վիճակն ու թույլ կտա դուրս գալ զոհի կերպարից։ Գաղափարական հեղափոխություն է պետք, ընդգծում է հոգեբանը։ Անի Աբաղյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այսօր Հոյդան նշում է իր հիմնադրման 135-րդ ամյակը։ Միջոցառումը համախմբել է կուսակցության անդամներին, համակիրներին, նաև պետական, քաղաքական ու հասարակական գործիչներին։ Միջոցառումը անցկացվել է հանուն հայի, հանուն պետության կարգախոսի ներքո, ընդգծելով Հոյդայի աշխարհայացքը, գաղափարական հիմքերը եւ արժեքները։ Ինչ ուղերձներ են հնչել միջոցառմանը, դիտեք տեսանյութում։ Այնպիսի գացության մեջ ենք, որ գամ անցանցվանությունը բիդի ընդունենք, գամ բայկարի թրոշը բարձր բիտ պահենք։ Եվ 135-ամյա այս կուսակցության պատմությունը վկա, դարբեր հանքրվաններու, Օսմանյան գայսրութենեն ցարական Ռուսաստան, բոլշևիկյան ռեժիմեն արտերգրի մեջ, սպիրկի մեջ, մեր ժողովրդի պաշտպանությունը, մեր թադի համար բայկարի թրոշագիրը դառնալու իրողությունը դարբեր իմաստներով ազգային, բարեսիրական, մշակութային եւ այլ ծառայություններու իմաստով Դաշնակցությունը իր 135 տարվա կյանքի մեջ մեկ նպատակ ունեցած է պաշտպանել փոխանցակ հայ ժողովրդի իրավունքները։ Բարակդոմի ջիկ կա անգասկած։ Բարակդոմի աշխատանքը այս իշխանությունների կողմէ անգասկած։ Տագը գլխավոր է Զարեսինանյանը, թե վարչապետը ինքը ինչ որ լինի վերջո իրենք փորձում են այդ բարակդոմը ստեղծել ոչ թե վերանորոգելու կամ վերստեղծելու մի բան, այլ քանթելու նպատակով։ Որովհետեւ ճշմարտաբար այս իշխանությունները օրոք քանթումի քաղաքականություն է որ դեղի է ունենում։ Եվ այդ իմաստով իսկապես որ ավերգը կորձվի երբեմն, բայց մենք ինքնավստահ ենք, որ սպիրկի ամուր գալույցները, որ այսքան տարի դիմացել են իրենց հիմնական աշխատանքների մեջ, որոնք հայաբահբանումն է, հայագերտումն է, հայտարարի աշխատանքներն են, ինչպես նաև անկախացումից հետո Հայաստանի հայրենիքի ծառայելու պատրաստակամությունը, adonk պիտի մնան անշեղ։ Հայ ժողովրդի պատմության ընթացքում դաշնակցությունը առաջացավ ընդհանրապես, երբ հայ ժողովուրդը կարիք ուներ եւ անցած իր հիմնադրման օրվանից 1890 թվականից 30 տարվա հեղափոխական պայքար մղելով կարողացավ ստեղծել հայրենիքի արևելյան հատվածում մի փոքր հողակտորի վրա, հայրենիքի մի փոքր հողակտորի վրա վերականգնեց 6 դարյա խավարից հետո մեր կորցրած պետականությունը եւ հենց այդպես էլ փոխանցեց մեզ եւ սերունդներին շատ լուրջ կտակ, որ անկախ դժվարություններից մենք պետք է կարողանանք մեր պետությունը պահել, փայփայել, որպես քաղաքական դատ ունեցող, քաղաքական խնդիր ունեցող ազգի ամենակազմակերպված միավորը, պետության մասին է խոսքը։ Կուսակցությունը այսօր մեծ դերակատարություն ունի ընդհանուր առմամբ մեր քաղաքական, հասարակական կյանքում, սոցիալ, տնտեսական, անվտանգային ոլորտներում քաղաքականություն ձևավորելու համար։ Ամենակարևորը ազգային կուսակցություն, որը որ պայքարում է ազգային գաղափարների համար։ Մեր 135 տարվա պատմությունը, պայքարի պատմություն է, այդ ճանապարհին եղել են պարտություններ, բայց մենք երբեք չենք հաշտվել այդ պարտությունների հետ, երբեք հանձնվողականությունը ու հաշտվողականությունը որպես ճանապարհ չենք դիտարկել, մենք անսխալական կամ անպարտ չենք, բայց մենք չենք դադարել պայքարել։ Ուրեմն 135 տարվա ընթացքում անփոփոխ է եղել պայքարը, անփոփոխ է եղել մեր արժեհամակարգը, որը ամփոփված է այս տարվա կարգախոսի
գործընթացի մեջ նաև մեր ժողովրդի համար պայքարելը, մեր ժողովրդի ինքնության ու անվտանգության համար պայքարելը, դուք Դաշնակցության ցանկացած գործողություն, եթե հարցնեք ինչու է արվել ու մի քիչ փորձենք խորանալ, կտեսնենք, որ արվել է ժողովրդի համար։ Այդ պահին ունեցած տեղեկությունով, այդ պահին ունեցած պատկերացումներով հիմքը բայց եղել է մեր ժողովրդի անվտանգությունը եւ պետականությունը ու Դաշնակցության համար անփոփոխ է նպատակները, արժեհամակարգը ու մի պարզ բան, մենք գիտենք, սովորել ենք, մեր արյունով ենք սովորել, որ հանձնվելը ճանապարհ չի, պայքարն է, որ դուռ կարող է բացել։ Այսօր աջակիցների հետ հանդիպել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հանդիպման ժամանակ երկրորդ նախագահը խիստ քննադատել է գործող իշխանությանը, նշելով, որ քայքայվում է բանակը, անվտանգությունն ու ռազմաքաղաքական դաշնակցությունը։ Նա ընդգծել է, որ ազգային ինքնության կարևոր հիմքերը, եկեղեցին, պետությունն ու խորհրդանիշները գտնվում են ճնշման տակ։ Քոչարյանի ելույթի առանցքային հատվածները տեսանյութում։ Նիկոլ Փաշինյանը փողոց կամ ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի։ Դա չի նշանակում ձայն չունի, լատենտ տային ձայներ ունի, մարդիկ կգնան կքվարկեն ինչ-որ մի տոկոս մարդիկ, բայց իր կոչով դուրս գալ փողոց, գնալ վիարան գրոհել բան չի կարա։ Չունի այդ հնարավորությունը։ Եթե ունենար, ապա այս KGB-ի մեթոդներով չէր սկսի աշխատել եկեղեցու հետ։ 44 օրյա պատերազմի ժամանակ հոկտեմբերի 18 առաջարկը կանգնեցնել պատերազմը, որը մերժվեց վարչապետի կողմից։ Երկրի շահերից է բխում անկասկած օր առաջ կանգնեցնել այդ պատերազմը։ Պատերազմը չի կանգնեցրել մեկ պատճառով, որ իրեն դավաճան չասեն։ Երկրորդ դեպքը անմիջապես պարտվելուց հետո երկրի շահերից է բխում, որ պարտված ղեկավարը հրաժարական տա, հնարավորություն տա, պես մաքրվել է պարտությունից եւ նոր առաջնորդ փորձի վերանորոգել այն խնդիրները, որոնք ծանրացել են երկրի վրա պարտության հետ կապված։ Չի արել։ Արդյունքում ազնվեց Գորիս Կապան ճանապարհը, Շորնուխի կեսը եւ այլ չթվարկեմ։ Եվ այս շարքը ես կարող եմ շարունակել։ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ Հայաստանը մշտական վտանգի առջև պետք է լինի նոր պատերազմ սկսելու հետ, եւ դա իրեն ձեռ է տալիս մեկ պատճառով։ Խաղաղությունը ուղիղ կապվի իր անձի հետ, իր անվան հետ, այլ ոչ թե ամուր միջազգային երաշխիքների հետ։ Եթե երկրի առաջնորդը գործակալ է, երկրորդ տարբերակը, եթե երկրի առաջնորդը տգետ է եւ մեծամիտ, եւ երրորդ առաջարկը անում է մտածված եւ միտումնավոր։ Որոնք պետք է փնտրենք շարժարիտներ, թե ինչի համար է սա արում։ Ես այսօրվա աշխարհում ոչինչ չեմ բացառում, եւ դրական, եւ շատ բացասական։ Ուրեմն սխալ քայլերի պարագայում մենք կարող ենք եղածի վրա լիքը բան կորցնել, ճիշտ քայլերի դեպքում մենք կարող ենք որոշ մեր երազած ինչ-որ հարցերի նաեւ լուծում ստանալ։ Եթե ոչ ամբողջական, ապա գոնե մասնակի։ Սա է իմ պատասխանը։ Չեք տեսնում ինչ է կատարվում։ Օրինակ Միացյալ Նահանգները շատ հետաքրքիր է, չէ՞ բանակցում։ Սկզբից մի հատ լավ հարվածում է, հետո բանակցում։ Ասում է տարիֆները 200%, 100%, 500%, հետո ինչ է ասում։ Ուղղակի անգլերեն, հետաքրքիր, ես չեմ մտածել, որ հնարավոր ընդհանրապես այսպիսի տերմինոլոգիան միջազգային հարաբերություններում կիրառել։ Եվ վերջին շրջանում ամենակննարկվող թեմայի մասին, որը լուրջ անհանգստություն է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Հիդրոթերապանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակի տվյալները նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է
Կենտրոնում ամբողջ շաբաթ, Արաբկիրում նոյեմբերի 26-ից 30-ը եւ դեկտեմբերի 1-ին, Շենգավիթում նոյեմբերի 26-ին, 28-ին եւ դեկտեմբերի 1-ին, Նոր Նորքում չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը նույնպես գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը։ Կենտրոնում դեկտեմբերի 1-ից 2-ը, Արաբկիրում նոյեմբերի 27-ից 28-ը, Շենգավիթում նոյեմբերի 26-ին եւ դեկտեմբերի 2-ին, Նոր Նորքում դեկտեմբերի 1-ին։ Քաղաքապետարանը շարունակում է խոսել լուծումների մասին, բայց փաստն այն է, որ խնդիրը դեռ լուծում չի ստանում։ Մի քանի օր է ուսումնասիրում է միջազգային փորձը, որ երկրների մոտ է հաջողվել հաղթահարել օդի աղտոտվածության խնդիրը եւ որ օրինակները կարող են կիրառել Հայաստանում, դիտենք ռեպորտաժում։ Սա Երևանն է, մեր վարդագույն քաղաքը։ Ես հիմա գտնվում եմ քաղաքի այն հատվածում, որտեղից առաջ Արարատի ճգնաղ տեսարանն էր բացվում։ Ինչպես տեսնում եք, լեռը այսօր չի երևում։ Պատճառը մառախլապատ եղանակն է, թե օդի աղտոտվածությունը դժվար է ասել։ Պարզ է միայն մի բան. Երևանի օդի աղտոտվածության աստիճանը հատել է վտանգավոր սահմանը, որ ավելի լավ պատկերացնեք, օրերս Երևանի օդի աղտոտվածության մակարդակը այնքան է բարձրացել, որ եղանակի հավելվածը խորհուրդ է տվել դուրս չգալ եւ չքայլել։ Երևանում խնդրի լուծումը դեռ չեն գտել։ Օդի աղտոտվածությունը այսօր դարձել է գլոբալ մարտահրավեր, որը զգում է ողջ աշխարհը։ Աշխարհի զարգացած քաղաքներում օդի աղտոտվածությունն այսօր նույնքան կարևոր է համարվում, որքան անվտանգ փողոցները կամ որակյալ տրանսպորտը։ Հասկացել են, եթե չկանոնակարգեն մեքենաների հոսքն ու չավելացնեն կանաչ տարածքները, քաղաքներում շնչելու օդ պարզապես չի մնա։ Այդ մեղմ ասած վտանգավոր կանխատեսումներից խուսափելու համար տարբեր քաղաքներ համարձակ լուծումների են գնացել։ Օրինակ Լոնդոնը, Նյու Յորքը, Փարիզը, Մադրիդը, Տոկիոն հաղթահարել են օդի աղտոտվածության խնդիրը ընտրելով միասնական համակարգված մոտեցումներ։ Լոնդոնն օրինակ տարիներ առաջ ստեղծել է ուլտրացածր արտանետումների գոտին։ Դրա իմաստը պարզ է. եթե մեքենադ շատ է աղտոտում օդը, մուտքը դեպի քաղաքի կենտրոն կամ արգելված է, կամ էլ շատ թանկ։ Սկզբում մարդիկ դժգոհում էին, սակայն մի քանի տարի անց օդի աղտոտվածության մակարդակը քաղաքի կենտրոնում նվազեց շուրջ 40%-ով։ Ամերիկյան Լոս Անջելեսը տարիներ շարունակ խստացրել է օդի վերահսկողությունը, քչացրել մեքենաների արտանետումները, ներդրել էլեկտրական ավտոբուսներ։ Արդյունքում 20 տարվա մեջ օդի որակը զգալիորեն բարելավվել է։ Բրյուսելում ու Փարիզում էլ շաբաթվա որոշ օրերին քաղաքի կենտրոնում մեքենաների մուտքը պարզապես արգելված է։ Եվրոպական այդ քաղաքներում այդ օրերին ոչ թե մեքենաներ են սլանում, այլ հեծանիվներ։ Փարիզում նաև խոստացել են մինչև 2030 թվականը ամբողջությամբ արգելել դիզելային շարժիչով մեքենաները։ Իսկ Բեռլինում մեքենաները, որոնք ցանկանում են մտնել քաղաքի որոշ գոտիներ, պետք է ունենան հատուկ կանաչ քարտ։ Այդ քարտը տրվում է միայն այն ավտոմեքենաներին, որոնք բավարարում են եվրոպական էկոստանդարտները։ Կոպենհագենում զարգացած է հեծանվային մշակույթը։ Բնակչության 50%-ից ավելին աշխատանքի է գնում հեծանիվով։ Դանիայում իշխանությունը ի տարբերություն Հայաստանի պարզապես չի նստում հեծանիվ ու բոլորին հորդորում անել նույնը։ Այնտեղ հեծանիվ վարելը խրախուսում են ոչ թե կոչերով, այլ անվտանգ ճանապարհներով, հատուկ նախագծված ենթակառուցվածքներով եւ հստակ օրենսդրությամբ։ Մասնագետները փորձում են աշխարհում օդի աղտոտվածությունը մեղմել նաև արհեստական սարքերի միջոցով։ Հատուկ մեխանիզմով աշխատող այս սարքերը, որ կոչում են քաղաք-ծառեր, ստեղծել են գերմանացի գիտնականները։ Դրանց մեջ տեղադրված են ֆիլտրող գործիքներ ու ծառի փոքր ճյուղեր։ Մեկ քաղաք-ծառը թթվածնով կարող է ապահովել այնքան մակերես, որքան հարյուրավոր ծառեր միաժամանակ։ Քաղաք-ծառերն առաջինը փորձարկվել են Իտալիայում։ Օդի աղտոտվածության դեմ պայքարող սարքեր են ստեղծել նաև Բելգիայում ու Նիդերլանդներում։ Ավելին, որոշ մասնագետներ առաջարկում են անգամ շիրմաքարերը փոխարինել ծառերով, բայց այս ու նման օրինակ գաղափարները դեռևս մասսայական կիրառություն չեն ստանում։ Իսկ Չինաստանում պայքարն այլ ուղղությամբ է ընթանում։ Պեկինում, որտեղ տարիներ շարունակ շնչելը դժվար էր դարձել, իշխանությունը սկսեց փակել ածխով աշխատող գործարանները, փոխել ջեռուցման համակարգերը եւ պարտադրել գործարաններին կտրուկ նվազեցնել արտանետումները։ Մի քանի տարվա ընթացքում Պեկինի երկինքը փոխվել է այնքան, որ տեղացիներն այն անվանում են կապույտ երկնքի վերադարձ։ Սկանդինավյան երկրներում մոտեցումը բարդ, բայց արդյունավետ է։ Նրանք մեծապես անցել են վերականգնվող էներգիայի։
Նորվեգիայի մայրաքաղաքը օրինակ արդեն մշակել է ծրագիր, ըստ որի քաղաքը պետք է կլիմայականորեն չեզոք դառնա, գրեթե առանց վնասակար արտանետումների։ Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ խնդիրը լուծելի է, եթե կիրառվում են համադրված տրանսպորտային, քաղաքաշինական, էներգետիկ եւ կառավարման ոլորտների համատեղ բարեփոխումներ։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Ես Սվետլանա Պետրոսյանն եմ։ Շնորհակալություն ուշադրության համար։ Մնացեք խաղաղությամբ։ Բարի գիշեր։